Շնորհակալ ենք մեր Տիրոջից, գոհանում ենք, որ այսօր իր ժողովուրդն ենք կոչվում, ինքը մեզ իր թանկ արյունով, իր խաչի գործով գնել է, իր սեփականությունն ենք, մեր կյանքը կապել է իր հետ, որ մենք հավիտյան իր ներկայության մեջ իր հետ միասին ապրենք երկնքում։ Շնորհակալ ենք, որ այսօր իր ժողովի մեջ ենք, որտեղ ինքը ներկա է, փառք Աստծուն։ Խոսքից վերնագիրը այսպես է, որ պիտի ներկայացնեմ, մատուցեմ պատերազմ երկու ճակատով։ Նախ մենք տեսնում ենք, որ կա հոգևոր պատերազմ, ոչ թե խոսքը գնում այս ֆիզիկական, ասենք, աշխարհի մեջ եղած երկրների, զորքերի, պետությունների պատերազմի, այլ հոգևոր պատերազմի մասին։ Մենք գիտենք, որ պատերազմող կողմերը դրանք երկու կողմերն են, Աստված իր բանակով, իր զորքով, որի մեջ մտնում են իրեն հնազանդ հրեշտակները եւ իրեն ընտրած մարդիկ։ Եվ երկրորդ կողմը, հակառակորդ կողմը, հենց հակառակորդ էլ կոչվում է, որ թարգմանաբար չէ հակառակորդը, նրա անունը Սատանա է, նա է առաջնորդն ու գլուխը եւ իրեն հնազանդ հրեշտակներ կան, որոնք կոչվում են ոգիներ, դևեր, եւ կան իրեն հնազանդ, իրենից որսված, իրեն նվիրված, անգամ ինչ որ ձևով ասած ուղղակի առիթ տվող, բայց չտեսնող, չհասկացող մարդկանց բանակ, որ իր համար պատերազմում են։ Մենք գիտենք, պատերազմը չարը սկսել է այն բանից հետո, երբ որ իր մտքում անիրավության խորհուրդը բանելով ստեղծվեց, ծնվեց, իր սրտում նա մեղանչեց, մեղ գործեց, մտածելով, որ ինքը կարող է Աստծո, ասենք ասած, դիրք գրավել, Աստծո պատվի արժանանալ, երկրպագվել։ Բայց դա անիրավ միտք էր եւ նա, ասենք, դրանով ոնց որ ասած, սկսեց պատերազմել ճշմարիտ իրական Աստծո դեմ, կոպիտ ասած նրա աթոռը դիրելու համար։ Խնդալով եմ ասում, որտեղ նա ստեղծված լինելով երբեք չի կարող դրան հասնել։ Բայց ամենայն դեպս ինքը պայքարի պատերազմի մեջ է։ Այստեղ հենց այդ զորքի տեսակետից էլ որ նայում ենք, կա երևացող մաս, կա չերևացող մաս, կողմ։ Չէ, կա հոգևոր դաշտ, հոգևոր էակներ, որոնք այդ պատերազմի մեջ են, հրեշտակները, ոգիները, դևերը։ Կա երևացող, ասենք ֆիզիկական, երևացող, տեսանելի զորքի մաս, դրանք մարդիկ են, Աստծուն նվիրված մարդիկ եւ Սատանայի կողմից օգտագործվող մարդիկ։ Այսինքն երկու տեղ կա, երկու կողմ կա, դրա համար ինչ որտեղ ես վերնագիրս այդպես եմ դրել եւ մենք ասենք պիտի ուշադիր լինենք, որտեղ այդ երկու դաշտով էլ կամ ճակատով էլ չարը հարձակում ունի եւ կարող է այո ասենք ասած դևերով հարձակվի եւ կարող է դևերով առաջնորդված մարդկանցով հարձակվի։ Եվ ես հիշեցնեմ Եփեսացիս նամակ 6-րդ գլուխը 10-ից 13-րդ համարը, որ ասում է այսուհետև եղբայրներս զորացեք Տերով եւ նրա զորության կարողությունով եւ Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինեք Սատանայի հնարքներին հակառակ կենալ, որովհետեւ մեր պատերազմը արյունի եւ մարմնի հետ չի, այլ իշխանությունների եւ պետությունների հետ եւ այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար ոգիների հետ, որ երկնավորների մեջ են։ Սրա համար Աստծո սպառազինությունը առեք, որ կարող լինեք հակառակ կենալ չարության օրումը եւ ամենը կատարելով հաստատ կանգնել։ Ոսը բացահայտում է կատարում մեզ համար, որ մարդը գիտակցի, ում հետ գործ ունի, ինչ պատերազմը, ասում է երկբանը եւ ինչ միջոցներով, զորությունով, սպառազինությունով պետք է այդ պատերազմը վարել, որպեսզի հաղթել։ Խոսում է, որ պատերազմը, այսպես ասած, չար երկնավորների մեջ եղած չար ոգիների հետ է, այս աշխարհի խավար աշխարհակալ ուժերի հետ է, որոնք ներգործում են, ասում է, մարդկանց մեջ եւ մարդկանց միջոցով էլ այդ բանը իրականացվում է նաեւ։ Իհարկե պատերազմը մենք գիտենք, Սուրբ Գիրքը ներկայացնում է մեր կողմից տարվող պատերազմը բարի պատերազմ, չէ՞։
Այսինքն մենք չարություն կամ վնաս տալով, սպանելով ու կործանելով ոնց որ այս աշխարհի մեջ եթե ուզում են, չէ, աղտության հասնեն, այդ ճանապարհներն է մեր այդ չի։ Այլ Աստծո բարի կամքը կատարելով, չէ, մղվում ենք Աստծո ավետարանի պահանջները կատարելով իրականացնել մեր պատերազմը եւ դա բարի պատերազմ է, բարին հաստատելու, բարին հաղթելու հարցում մեջ։ Եվ ես կուզեմ մի օրինակ հիշեցնեմ Սուրբ Գրքից, որպեսզի ավելի ոնց որ ասած պարզ դառնա, իրավիճակներ կան, որ մարդը ընդհանրապես իր ոնց որ ասած հոգևոր պատերազմի մեջ սա պիտի անպայման նկատի ունենա, որ կան մարդիկ, որոնցով չարը գործում է, որպեսզի պատերազում է կարելի ասել, գործանը, որպեսզի քեզ վնաս տա, մեղանչել տա, Աստծուց հեռացնի, մոլորեցնի, կան նաև հոգևոր դաշտ, կա դևեր, որոնց միջոցով նորից կա հարցակում, ասենց ասեմ, աշխատանք, եւ մարդը պիտի որպես Աստծո զորք, բանակ, Տիրոջ զինվոր, երկու դաշտում էլ, երկու տեղում էլ իր գործունեությունը իրականացնի, իր պատերազմը տանի։ Եվ ելից 17-րդ գլխից պիտի ներկայացնեմ մի դեպք, որ կատարվեց Տիրոջ ժողովրդի հետ, 17-րդ գլուխ 8-ից 16-րդ համարները։ Եվ Ամաղեկը եկավ եւ Ռափիդիմում Իսրայելի հետ պատերազմեց եւ Մովսեսը ասեց Հեսուին. մեզ համար մարդիկ ընտրիր եւ դուրս գնան Ամաղեկի հետ պատերազմելու։ Եկուց ես բլրի գլխին կկանգնեմ Աստծո գավազանը ձեռքիս եւ Հեսուն Մովսեսի ասացի պես արավ եւ Ամաղեկի հետ պատերազմեց եւ Մովսեսը Ահարոնը եւ Օվրը բլուրի գլուխը ելան։ Եվ լինում էր, որ երբ որ Մովսեսը իր ձեռքը վեր էր բարձրացնում, Իսրայելն էր հաղթում։ Եվ հենց որ իր ձեռքերը իջեցնում էր, Ամաղեկն էր հաղթում։ Եվ Մովսեսը ձեռքերը ծանրանալիս մի քար առավ եւ նրա տակին դրին եւ Ահարոնն ու Օվրը մեկ այս կողմից եւ մյուս այն կողմից նրա ձեռքերը վեր բռնեցին։ Եվ մինչեւ Արեգակի մար մտնելը նրա ձեռքերը հաստատուն մնացին։ Եվ Հեսուն զարկեց Սուրի բենանով Ամաղեկին եւ նրա ժողովրդին, եւ Տերը ասաց Մովսեսին. «Սա գրիր գրքում հիշատակի համար, որ Հեսուի ականջին գցիր, որ Ամաղեկի հիշատակը երկնքի տակից բոլորովին պիտի ջնջեմ»։ Եվ Մովսեսը սեղան շինեց եւ նրան Եհովանիսի դրավ եւ ասաց, որտեւ Եհովայի ձեռքը աթոռի վրա է եւ Եհովան պատերազմ ունի Ամաղեկի դեմ ազգից ազգ։ Հետաքրքիր է։ Ամաղեկը մենք եթե պատմությունը հիշում ենք, ասենք այդ սկիզբը, ոնց որ ասած ազգերի առաջացումը, Ամաղեկը Եսավի թոռն էր։ Կարելի ասել ինչ որտեղ նույն բանը Իսահակի, չէ, ասենք սերունդ ինչ որտեղ, ինչ որ չափով, չեմ ասում են խոստումի սերունդ է, բայց մարմնի կողմանից սերունդ են եւ հարազատություն կար դրանց մեջ։ Եվ տեսնում ենք, որ երբ որ Տիրոջ ժողովուրդը Իսրայելը դուրս էր եկել Եգիպտոսից, նրանք եկան, փակեցին նրանց ճանապարհը։ Ուշադրություն դարձեք, տեղեր կա, որ կարելի ասել բաներ Իսրայելը պիտի ինչ-որ տարածքով անցներ, ինչ-որ պետության միջով, ինչ-որ ազգերի միջով, տեղեր կար, որ ինքը անապատներով էր անցնում։ Եվ Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ Աստված կարճ ճանապարհ կար, կարա Քանանու երկիր հասցներ, բայց Տերը տարավ անապատով նրանց, որպեսզի ոնց որ այդ սովորեցնի լավ, անմիջապես չմտցնի այդ ազգերի բաների հետ պատերազմի մեջ, եւ որովհետեւ նրանք ոնց որ մի միջավայրից էին դուրս եկել, ստրկական կարգավիճակից, ոնց որ ձևավորված, կարգավորված մի ժողովուրդ դեռ չեն այդպես։ Եվ Տերը ասես գուցե կվախենան, այդպես գրված է Սուրբ Գրքում։ Եվ ինքը երկար ճանապարհով տարավ, անապատով տարավ Տերը, բայց կար ավելի կարճ ճանապարհ Եգիպտոսից Քանան, այդպես չտարավ։ Ինչ եմ ուզում ասեմ, այս կարելի ասել սրանք եկան, փակեցին Տիրոջ ժողովրդի առջևը, թույլ չեն տալիս, որ անցնեին։ Ոչ թե իրանց տարածքներ, այլ ուղղակի պատերազմ, հակառակություն։ Կարելի ասել չարություն էին անում, հակառակվում էին այս ժողովրդին, ինչ որտեղ նաև հասկացում ես, որ սրանց բանը հակառակությունը ոչ միայն իրենցից էր, այլ նրանք դրդված, առաջնորդված էին չարից։
Աստծո ծրագրի դեմ ոնց որ գործ գործվեր։ Աստծո ծրագրի, Աստծո ծրագրի դեմ աշխատանք էր կատարվում։ Եվ պատահական մի համարեք, էլի ուշադրություն դարձրեք։ Օրինակ ազգեր կային, բաներ կային, որոնց համար Աստված երթում չտվեց, էլի, որ դրանք պետք է ինչ անեն, վերանան։ Դրանց պայքար եղավ, պատերազմ հետագայում ունեցավ նույն Իսրայելը, բայց այսպիսի բան, որ Աստված երթվեր, ասեր սրանց քոքը պետք է կտրվի, վերջացավ։ Սրանք պիտի վերանան, բայց սրանց համար հատուկ Աստված բարկացավ։ Եվ անգամ հիշատակի գրքի մեջ հատուկ գրել տվեց, որ չմոռացվի, հիշվի, որ երբ որ հնարավորությունը ստեղծվի, այսինքն Իսրայելը պետություն դառնա, հող ու ջուր ունենա, բանակ զորք ունենա, անկախություն միջոց ունենա, եւ հիշում եք, հենց այտենց եղավ բանի ժամանակ, առաջ թագավորով էր, Սավողի ժամանակ հենց որ առաջի թագավորը դրեց, առաջի թագավորին հիշեցրեց, ասես գնա ամաղեկին ինչ արա, կոտորի, հիշում եք, հիշատակի գրքի մեջ գրեց, որ չմոռացվի, Տերը բարկացավ սրանց արածի վրա։ Ինչ եմ ուզում ասել, որ շատ ուրիշ պայքարներ էր ունեցավ Իսրայելը, որ հետագայում կարդում ենք այս ազգի հետ, այս բանի հետ, բայց հատուկ սրանց համար այդ երթումով հաստատվեց։ Այսինքն սրանք մի բան կատարեցին, որ խիստ բարկացրեց Աստծուն եւ բնաջինջ լինելու որոշում նրանց համար Աստծո կողմից ընդունվեց։ Նրանք պետք է բնաջինջ լինեն, նրանց ոնց որ ասած, ինչպես այդտեղ ներկայացվեց, ասում է ազգից ազգ պատերազմ ունի Տերը նրանց դեմ։ Այսպես էր։ Այսինքն սրանք նենց չէր, էլ օրինակի համար տեղեր կա, իրավիճակներ կա, ասում է ինչ որ պետության միջով պիտի անցնեին, ազգի ժողովրդի միջով, ասեցին մենք խաղաղությամբ կանցնենք ձեր միջով, չէ, ասեցին անգամ եթե ձեր ջրորներից մեր անասունները ջուր խմեն, մենք օգտվենք, դրա համար վարձ կտանք, բայց անցնենք, որովհետև մեր ճանապարհը այտենց է, մենք չենք կարա շրջանցենք, հասկանում եք, բայց այդտեղ սենց չէր։ Սրանք եկան փակեցին դեմը ու պատերազմ արեցին, չարություն, հասկանում եք։ Եվ դրա համար բարկացավ Տերը, բայց նաև մեկ պատճառ էլ կա, դրա մասին ես խոսեմ, կկարդամ, սա է։ Եվ տեսնում ենք բանը Մովսեսը, որ առաջնորդում էր ժողովրդին, ասեց բանին, Հեսուին, որ դու բանակ կազմիր եւ դուրս արի այդ ամաղեկի դեմ, եւ Հեսուն այդպես արեց։ Եվ պատերազմ եղավ։ Այս տեսնում ենք, այստեղ երկու պատերազմ կարելի ասել։ Այսինքն երկու պատերազմ չեն, դա մի ընդհանուր պատերազմ է, բայց ոնց որ երկու ճակատ լիներ։ Եվ անգամ ինչ է նկատվում, ասում է, Մովսեսը Հեսուն ինքը ժողովրդով էր պատերազմանում, զորքով էր պատերազմանում։ Մովսեսն էլ հելավ սարը, չէ, եւ ասում է գավազանը ձեռքը պատական չի, Աստծո գավազանը ձեռքիս։ Այսինքն այդ գավազանը գիտեք, դա սիմվոլիկ բնույթ ունի։ Ինչի խորհրդանիշն է գավազանը, իշխանության, որ Աստծոց իշխանություն ունի։ Հիշեք, օրինակ Ահարոնի գավազանը։ Երբ որ իշխանության հարցներ ու այդ էին վիճարկում, որ կային մարդիկ Իսրայելի մեջ, որ ապստամբ հոգի ունեն, ասում են դուք ոնց որ ասած հատուկ չեք, Աստծոց ընտրված չէ, Ահարոնի համար, Ահարոնի քահանայության համար, եւ իրանք ապստամբում էին այդ հարցում, Մովսեսն ասեց թող Աստված նշան տա, չէ, ու պատական մի համարեք, որ ոչ թե մի ինչ որ իր դրեցին Աստծո ներկայության մեջ սրբության սրբոցով, այլ գավազանը դրեցին, ամեն այդ վիճարկողների գավազանը եւ Ահարոնի գավազանը։ Խի գավազանը իշխանության նշան է, եւ այդ գավազանը ում գավազանի վրա Աստված նշան պիտի տար, այդ ցույց էր տալիս Աստված նրան է իշխանություն տվել այդ հարցում։ Նրա իշխանությունն է Աստծոց, իշխանություն իրական ճշմարիտ, մնացածները ապստամբ են։ Եվ Աստված հիշում եք, Ահարոնի գավազանի վրա նշան տվեց, նշենու փայտից էր, մի գիշերվա մեջ նշենին պտուղ բերեց, ճյուղ տվեց եւ պտուղ բերեց։ Եվ դա նշան էր, ու այդ դրվեց հետագայում նորից սրբության սրբոցի մեջ, որպեսզի պահպանվի հիշողություն, որ հաստատված Աստված այդ իշխանությունը կոնկրետ Ահարոնի քահանայական իշխանությունը Ահարոնի ցեղին է տված, մնացածներին չի տրված։ Եվ այստեղ ասում է գավազանը, մենք տեսնում ենք շատ տեղերում Մովսեսը հենց չէ գավազանն էր բանանում,
գավազանով էր իր իշխանությունը իրականացնում, ասա գավազանը խփեց ջրերին, գավազանը պարզեց բանի վրա, ծովի վրա, ծովը բացվեց, անգամ այս Տերն է ասում, երբ որ Իսրայելին հետևից ընկավ փարավոնը, երբ որ արդեն դուրս էին եկել, հիշում եք, եւ երբ որ ինքը աղաղակեց Տիրոջը, Տեր, ոնց որ օգնություն արա, ասաց ինչու ես ինձ աղաղակում։ Գավազանը ձեռքը տար անցի առաջ, այսինքն քեզ իշխանություն եմ տվել, քո իշխանությունը ինչ արա, գործադրի։ Այնա չի, որ ամեն տեղ որ պիտի խոսել ենք սրա մասին, ամեն տեղ որ պետք է աղոթ քանենք, աղաղակենք Տեր Աստված, տեղ կա Տեր ասում, բայց խեմ տվեք քեզ այս բանը, օրինակի համար հարց կա, օրինակ, այն օրը մեկի հետ կապված խնդիր կար, ես գնացի, աղոթ քարեցի, սենց արեցի, բայց շատ ժամանակ Աստված խի է տալիս, օրինակի համար սենց ասեմ, վարդապետ, օրինակ, եթե վարդապետական հարցերի հետ կապված, դու չես լսելու վարդապետին, պետք է թաս աղոթ քանես, չէ, որ հետի իմանաս, էլ խի է տվե վարդապետ, կոպիտաս էլ խի է քեզ գավազան տվե, այսինքն հնարավորություն տվե իրավունք այդ հարցում ինել կոնկրետ, ոնց որ ասած գավազանի դերը կոպիտ ասած վարդապետն է այդտեղ կատարում։ Նա Աստված տվել է, որ նրա միջոցով քեզ այդ հարցը ինչ արվի, պարզաբանվի, բայց խոսում է վարդապետը, խոսում է առաջնորդը, չէ, ես պետք է թամ աղոթ կանեմ, գնաց աղոթ կանը, սատանան առաջարնել, առաջնորդել է իրան։ Հա, ու տենց էլ կլներ։ Եթե Տիրոջ ծառաները խոսում են, ներկայացնում են Աստծո իշխանությունով, Աստծո տված շնորհքով, ու անարգվում է իրանց խոսքը, իբր թե ես Աստծուց հատուկ պետք է առնեմ, Աստված իր ծառաներին չի անարգում երբեք։ Չի անարգում, այսինքն չի լինի, որ հա լավ, ես քեզ հսա այս հարցը կբացեմ։ Այսինքն եթե Աստված այդտենց վարվի ինքը իր դրած ծառաներին իշկանի, կանարգի։ Ինչ խոսում են, չես լսում, ոչինչ, ես քեզ այդ առանցին աշխատանք կտանեմ, որ հասկանաս, այդտենց չի։ Տեր իր ծառաներին դրել, ասում է, իրան ընդունողը ինձ ընդունում է, վերջ։ Այս մարդը խոսում ես, չէ, ես հետ եմ աղոթ կանեմ, Աստված թող ինձ բացի, աղոթ կանեմ, Աստված էլ իրան չի բացում, չարն է իրան առաջնորդում, բացարձակ, որպես չարի միտք վերցրած գալիս է։ Ինչ եմ ուզում ասում, այդ գավազանի հարցն եմ ասում, ասում է գավազանս կվերցնեմ, ձեռքից չէ, ու կհլնեմ սարը, կար պատերազմ, ֆիզիկական աշխարհի մեջ երևացող տեսանելի, բայց կարելի ասել Մովսեսը գիտեր նաև երկրորդ, ոնց որ ասած, մի այլ կողմ, չերևացող մի այլ պատերազմ, պայքար։ Նա եւս պայքարի մտավ, բայց ոչ այն ձև, ինչպես որ այդ ֆիզիկական զորքն էր, ասենց ասած պայքարի մեջ։ Նա բարձացավ աղոթ քարեց գավազանը ձեռք, այսինքն ինքը իշխանությունով իր իշխանությունը գործադրում էր։ Իր իշխանության գործադրելն էր, հասկանում ես, որ արդեն աներևույթ, արդեն ոնց որ ասած դա զենք է, ուժ է, զորություն է։ Այն սովորական զինվորը, որ կռվում էր, դա երևույթական, չէ՞, իր ուժով, իր վահանով, սրով, եսի ինչով, իրանը հոգևոր զենք էր, զորություն էր, իշխանություն էր։ Եվ հոգևոր աշխարհի մեջ էր։ Եվ տեսնում ենք այդ կողմի պայքարը, պատերազմից էր կախված ֆիզիկական աշխարհում պատերազմի վերջնական ելքը։ Ասում քանի դեռ իր ձեռքերը բարձրացված էր, Իսրայելը հաղթում էր։ Հենց իջնում էր, Իսրայելը սկսում էր ինչ անել, պարտվել։ Այսինքն այդ աներևույթ աշխարհում կատարվածը անմիջապես ազդում էր երևույթական աշխարհում եղածին, պատերազմի վրա։ Եվ դրա ոնց որ ելքը խիստ կախված էր այդ աներևույթում ինչ կկատարվի։ Եթե անկարծ աներևույթում պարտվեր, երևույթականը պիտի պարտվեր։ Հստակ է դա ասում։ Եվ տեսնում ենք, որ այո, Մովսեսը ոնց որ ասած արթուն մարդ լինելով, օրինակ այսպես չարեց, էլի ուղղակի գնացեք պատերազմեք, Աստված ձեր հետ է։ Ինքը նաև գիտեն ոնց ասած չարի ծրագիր կա, ժողովրդով որ կանգնել է Աստծո ժողովրդի դեմ, Աստծո ծրագրի դեմ, որտեղ Աստված որոշել է այս ժողովրդին հաներ, տաներ քանան, սրանք ճանապարհը փակել են։ Եվ ինքը այդ ոնց որ այդ ծրագրի հակառակվող աներևույթ ուժերի դեմ պայքար ուներ։ Ճիշտ է, աղոթք Աստված, բայց գավազան իշխանություն, նորից ասում, շատ տեղերում Տեր ասում է, քո գավազանն օգտագործի, այսինքն պետք չի ինձ աղաղակես, Տեր Աստված էս ինչ բան արա։ Գավազանը տվել եմ, ասես պարզի, չէ, ջրերի վրա, պարզեց եւ ինչ է լավ, ջրերը երկու ճեղքվեցին, բացվեցին։
Մինչ այդ աղոթքեր անում, ասաց խես աղոթք անում, խես աղաղակում, հենց այդպես ասեց, Ելիս 14-ում այդպես ասաց։ Եվ այստեղ ասա գավազանը վերցնում, դրա համար եմ էլի շատ կանգ առնում սրա վրա։ Այսինքն գուցե մեկ ասի դե ինքը աղոթքեր անում Աստծուն, Տեր Աստված օգնի բաները, մենակ դա աղոթք չէր, դա իրեն տրված իշխանության գործադրում էր։ Այն երևույթների վրա, այն չերևացող, ոնց ասած թշնամիների վրա, դիվական ուժերի դրա, որոնք Աստծո ծրագրին հակառակ բերել են այդ ժողովրդին, կանգնեցրել են Աստծո ժողովրդի Իսրայելի դեմ։ Այդպես էր։ Իսկ այդպես իրոք երկու կողմ, որ շատ կարևորվեց նրանով, որ երևույթը ազդեց երևույթական կողմի վրա։ Եվ զորքը հաղթեց, Իսրայելը հաղթեց, ճեղքեց, անցավ։ Եվ սա ինչ որտեղ նաև ցույց է տալիս մեզ ոնց է սովորեցնում է հետևյալ իրողությունը, որ նախ տեսնում ենք ուշադրություն դարձեք, թեկուզ Օվերը, Ահարոնը իրանք լուրջ ծառայության մեջ էին Տիրոջ առաջին, բայց իրանք չէին աղոթք անում։ Օրինակ իրանք չասեցին, լավ Մովսես, դու հոգնար, հոգնում ես, դու մեկ քիչ նստի անգստացի, հիմա մենք բարձրացնենք մեր ձեռքերը գավազանը եւ մենք կանենք այդ բանը, չէ։ Իրանք լավ գիտեին իրենց չափը, տեղը, սահմանը, իշխանության չափը, հնարավորությունները, իրանք հասկանում են, իրանք Մովսեսին չեն կարա փոխարինեն։ Այն ժողովրդին, որին Աստված վստահել է, ում որ վստահել է, նրան է շնորհք ու կարողություն իշխանությունը տվել նրանց համար խնամ տանի։ Շատ հաճախ օրինակի համար ճիշտ է ասում ենք ժողովրդին, ժողովուրդ ջան, լավ քո ցավի դառնի հոգսի համար մինչև երբ պիտի օրինակ մեզ դիմեք, դուք էլ պիտի աղոթք անեք, ճիշտ է, բայց տեղել կա, ես լավ եմ հասկանում։ Հարցեր կա, բաներ կա, Աստված օրինակի համար, եթե ինձ կարգել է այդ ժողովրդի համար խնամք տանող, ես հասկանում նաև ինձ կարգել է նաև այդ հարցերում կարող մարդ դառնա, որ իմ աղոթքով այդ հոգսը լուծվի։ Եվ շատ տեղերում տենում ես, մարդը աղոթում է, խնդիր, հա քայլեր անում, չի լուծում, բայց Աստծո ծառան աղոթք անում, քայլ անում, ինչ անում, լուծում է ստացում։ Մովսեսը աղոթք արեց, լուծում եղավ, որտեղ Մովսեսին էր տրված այդ ժողովրդի առաջնորդելու գործը, ումը որ տված է խնամք, նրան տված է իշխանություն, ումը տված է իրավունք ինչ որ հարցերի մեջ, նրան տված է իշխանություն։ Ադամին տված էր երկիրը խնամելու, Ադամին է տված էր իշխանություն, այդ խնամքը իրականացնելու։ Հենց Ադամը պարտվեց, ամբողջ երկիրը պարտված համարվեց։ Խնամ տանողը։ Հաղթեր, հաղթող կդառներ ամբողջ երկիրը, որի խնամքի մեջ է։ Եվ Ադամը ուներ այդ խնամքը։ Հիսուսին տրվեց մարդկության խնամք տանելը, կյանքի փրկության հարցում, եւ Հիսուսի կատարած գործը մարդկության համար բերեց, այո, օրհնություն։ Նա ուներ այդ եւ նա այդ իշխանությունով հաստատեց այդ փրկությունը մարդկության համար։ Եվ այսպես նաեւ մեր կյանքում պիտի մենք ուշադիր լինենք, հարցեր կան, որ այո, մարդը մենակ պիտի, ասենց ասած, երևացող պայքարը չտեսնի։ Ասենք օրինակ, երբ որ ասում ենք երևացող էլ պայքար, մարդկանց, որոնք իրավիճակներ են ստեղծում, որ զգում ես, որ քեզ մեղանչել տան, չարություն են անում, վնաս տալու ծրագիր ունեն եւ այլը։ Դու մարդը պիտի նրանց դեմ ունենա իր պայքարը, բայց ինչպես ասեցինք, բարի պատերազմ։ Չէ՞։ Չարով օրինակի ասում մի պարտվիր չարից, այլ ինչ բարիով հաղթիր չարին։ Այդտեղ բարիով հաղթելը չարի մեջ նաև էս է մտնում, ներկայացնում ասում է, օրինակ վերևում արդեն դա Հռոմեացիս 12-րդ գլխում է գրված վերջի համարներ։ Վերևում ներկայացնում ասում է, եթե քո թշնամի սոված է, ինչ արա, հաց տուր նրան, ծարավա ջուր տուր նրան։ Այս աշխարհի պատերազմը տենց չի, հակառակ։ Ջաղջախի ոչնչացրու թող այդ, չի ասում, ջուր տուր, հաց տուր։ Խաղաղություն արա։ Տեղ կասում է ինչ արի, սիրի, ների, անիծողներին օրհնի, չէ՞։ Ասենք բանանողներին, թշնամություն անողներին ինչ արա, սիրի եւ այլն։ Բարիք արա չարություն անողներին։ Դե այո, բարիով պիտի հաղթենք չարենք կամ ավետարանի բանով առաջնորդությամբ պիտի այդ բանը անենք։ Այսինքն ինչ ասում ավետարանը, ինչպես վարվեմ այդպիսիների հետ, ես այդպես պիտի վարվեմ։ Բայց նաև տեղ կա իրավիճակներ կան, ես պիտի նաև հասկանամ, գիտակցեմ, որ կա նաև ոնց որ ասած սրա այս բանին խառնված ոնց որ Մովսեսը, այս հարցին խառնված հոգևոր դաշտ,
դևեր, ոգիներ, որոնք այս ուղղությամբ աշխատում են, ես այդ պայքարն էլ պետք է տանեմ, եթե Աստծո մարդ եմ, արթուն մարդ եմ, եթե այդ անտես պիտի չանեմ, անպայման, և շատ հաճախ, շատ հարցերում պետք է լինում, այո, այդ հարցերը կարգավորենք, որպեսզի այն մյուս ինչպես Մովսեսի բերած օրինակ, որպեսզի այն, ասենք, ֆիզիկական աշխարհում երևացող հարցերը կարգավորվեն, այդպես է։ Իրավիճակներ ալնում մարդը, օրինակ, ինչ-որ մի քայլ պիտի անի, օրինակ, ավետարան պիտի բաժանի, վկայություն պիտի տա, կամ ինչ-որ մի բան պիտի խոսի մարդկանց հետ կապված, որպեսզի մարդիկ սխալ իրանց մտքերից ազատվեն։ Ես մենակ պիտի չմտածեմ, իմ խոսալը, ներկայացնելը, վկայելը ու վերջ։ Ոգիներ կան, որ գործում ենք այս հարցի մեջ կոդեն պատերազմ են։ Մարդը պիտի իրան տված հնարավորությունով, իշխանությունով դրանց հետ պայքար ունենա, պատերազմ ունենա։ Իր իշխանությունը ճանաչելով սաստի գործադրի։ Իհարկե հիմնականում նույնիսկ ասում, տեսեք, Օվերն ու բանը, ասենք Ահարոնը չարեցին, նրանք օգնական ձեռքեր էին, ուժ տվող, բայց հիմնական իշխանությունը, որ տրված էր ու գործադրեց, Մովսեսն էր։ Հնարավոր պետք է մարդը իր տեղը չափը ճանաչի, հասկանա այդ դաշտում, մտնի այն դաշտերը, որտեղ իրան իրավունք հատված իշխանությունը տված։ Սա իր ընտանիքի հարցն է օրինակի համար։ Ես իրավունք ունեմ Տիրոջ իշխանությունով, այո, տեսնում եմ, որ չարը գործեր անում, մարդիկ է հանել, իրավիճակներ է ստեղծում, վնաս է տալիս, ընտանիքի անդամների հետ խնդիրներ է առաջացնում։ Ես ոչ միայն այդ մարդկանց հետ պիտի գործեմ, խոսեմ, ինչ-որ բաներ անեմ, որ ոնց որ ավետարանն ամիս բացատրում, այլև նրա հետևում կանգնած դևերի հետ պիտի պայքար ունենամ։ Իշխանություն գործադրեմ, որտեղ Տերը մեզ իշխանություն տվել է այդ հարցում։ Ամեն մեկը իր իշխանության մեջ մնա, իր սահմանների մեջ դուրս չգա։ Ես կարող եմ տանիքի համար կարողանամ անեմ, բայց օրինակ տեղեր կա, հարցեր կա, եկեղեցու համար խնամ տանող առաջնորդ է այդ հարցում, ոնց որ Մովսեսի նման մեկը պետք է լինի, որ այդ բանը անի։ Ես գուցե ոնց որ ասած իր համար աղոթք անեմ։ Ես հիշում եմ մի հայտնություն մեր Միլազախպորի հետ կապված, հիշում եք, որ հայտնությունը այս կարծացել ենք։ Հայտնությունը այսպիսին էր, ասում է, որ կանգնած էր եղբայրը, ձեռքերը բարձր աղոթքեր անում ու իր, ասենք, կանգնած լինելով ճանապարհն էր փակում երկու բանի, ասում է, հովազ կար, որ ուզում էր մտներ հափշտակեր մարդ, չէր կարողանում, եւ կար սև, ոնց որ ասած, այնց թրջունների երամ, տենց ոնց որ ասած, որ կարային մտնեին, ինչ անեին, վնաս տային։ Երբ որ ինքը հոգնեց, ոնց որ ձեռները թուլացավ, նստեց, հենա պիտի մտնեին, եւ ասում է, տեսնողը ասում է, անմիջապես աղոթք արեցի իր համար, նորից ոնց որ զորացավ, կանգնեց եւ չկարծավ մտներ, ոնց որ ասած այդ բան, չարը չկարողացավ չարի այդ բանը մտներ։ Այսինքն այդտեղ էլ է ցույց տալու, ինքը աղոթ չարեց դրանց դեմ։ Ինքը աղոթ արեց երբ կանգնողի համար, ով իշխանություն ունի։ Դրա համար այդ կանգնողների համար աղոթք անելը շատ կարևոր է։ Որ նրանք չթուլանան, չհոգնեն, ոնց որ Մովսեսը։ Նոր Եփեսացիս թղթում 6-րդ գլուխը կարդացի, ասեց, որ այս անելով չհոգնեք թուլացած, այլ մինչև վերջ ինչ անեք, հաստատ կանգնեք։ Համառ, երկարատև, ծանր պայքար է։ Մեծ պայքար է, մեծ ուժեր ու ոնց որ ասած կարողություն տանող։ Մարդը կարա հոգնի, դժվարանա։ Դրա համար պիտի աղոթք անենք մենք, այո։ Մեր չի որ մենք կարանք փոխարինենք, դե մենք աղոթք անենք։ Ձեր կարծիքով աղոթք չէր արվում Իսրայելի միջի ժողովուրդը, ասենք բանակը չէ։ Այն սովորական ժողովուրդը որ բանակ չի, հաստատ անում են, բայց Մովսեսի աղոթքն էր ազդում այդ բանի վրա, ընթացքի վրա, ելքի վրա։ Եվ այդ հոգևոր պայքարը, պատերազմը, ասենց ասած, չերևացող ու երևացող դաշտում լավ է երևում նաև Դանիելի մարգարության Դանիելի գրքի մեջ 10-րդ գլուխը կուզեմ կարդամ ձեզ համար ու մի քանի հատված եմ կարդալու 1-ից 3 հատվածում ասում է Պարսիս Կիրոս թագավորի 3-րդ տարին խոսքը հայտնվեցավ Դանիելին, որի անունը Բաղդասասար էր կոչվում, եւ խոսքը ճշմարիտ էր եւ զորքը մեծ, եւ նա հասկացավ խոսքը եւ տեղեկություն ուներ տեսիլքի համար։ Այն օրերը ես Դանիելը սուքի մեջ էի 3 յոթնյակ,
ախորժալի հաց չկերա, միս ու գինի չմտավ բերանաց եւ բնավ չոցվեցի մինչեւ 3-7 օրը լրացավ։ Ուրեմն ասում է ներկայացնում է երբ Պարսից Կիրոս թագավորի 3-րդ տարիներ ասում է եւ խոսքը հայտնվեցավ ինձ Դանիելիս, այսինքն Աստված իրան բացահայտում արեց, հայտնություն տրեց։ Եվ ասում է ինքը, որ ես 21 օր 3-7 21 օր միս եւ գինի միս չկերա, գինի չխմեցի, չի ասում ընդհանրապես ոչինչ չկերա, ախորժելի ասում է, տենց ասում, ախորժելի հաշ չկերա։ Բայց սնվել է, էլի։ Բայց ինչ արել այդ ընթացքում, ներկայացնում է, կուզեմ 12-ից կարդամ։ Ինքը ասում է աղոթք արել եւ աղոթք էր անում այդ ընթացքում։ Եվ հիմա այդ հետաքրքիր մի բան է կատարվում 12-ից 15-ը կարդամ, հետո 20-21-ը։ Ասում է եւ նա ինձ եւ այդ աղոթքի մեջ իրեն մի ձեռ դպավ եւ մեկը կար, որ խոսեց իրեր հետ, ասում է եւ նա ինձ ասեց. «Մի վախենար ով Դանիել, որովհետեւ այն առաջի օրից որ սիրտ տվիր հասկանալու եւ քո անձը խոնարհեցնելու քո Աստծո առաջին, քո խոսքերը լսվել են եւ ես եկա քո խոսքերի համար եւ Պարսից թագավորության իշխանը կանգնել էր իմ դիմաց 21 օր եւ ահա Միքայելը առաջին իշխաններից մեկը եկավ ինձ օգնելու եւ ես մնացի այնտեղ Պարսից թագավորի կշտին եւ ես եկա քեզ հասկացնելու թե ինչ պիտի պատահի քո ժողովրդին վերջի օրերումը որովհետեւ տեսիլքը տակավին այն օրերի համար է եւ նա այսպես խոսելիս ինձ հետ խոսելիս եւ ես երեսը դեպի գետին արի եւ համար եղա։ Տեսեք, հայտնվում է մեկը, որ ներկայանում է, որ այս Աստված է ինձ ուղարկել, որպեսզի հասկացնեմ, թե ինչ է պատահելու այս ժողովրդին, որ դու տեսել ես, ոնց որ այդ բացատրությունը տրվի, եւ ասում է, հենց առաջի օրվանից ես եկա քո խոսքերի համար, բայց ինչ կատարվեց 21-րդ օրը նոր ոնց որ հիմա եկել է խոսում է բանի հետ, Դանիելի հետ, որ ներկայացնի բացատրի այդ հայտնված տեսիլքը։ Եվ ինչ ասում, ասում է, բայց ինչ կատե, Պարսից թագավորի իշխանը կանգնել էր իմ դիմաց 21 օր։ Պարսից թագավորի իշխանը։ Այսինքն եկողը հրեշտակ էր, բնականաբար մարդը չէր կարա կանգներ։ Այսինքն դիվական ոնց որ ասած մի ոնց որ ուժ, որին անվանում է Պարսից թագավորի թագավորության իշխան, տենց ասում, թագավորության ոչ թե թագավորի, Պարսից թագավորության իշխան։ Ասում ինքը կանգնել էր իմ դիմաց 21 օր։ Այսինքն հակառակություն կար, չէր թողնում, որպեսզի ես գայի այդ գործը իրականացնեի ընթացքում։ Միքայելը առաջին իշխաններից մեկը եկավ ինձ օգնելու եւ ես մնացի Պարսից թագավորի կշտին։ Եկավ ինձ օգնեց եւ ես կարողացա ոնց որ հասնել, գործ անել, այդ արգելքը վերացվեց, այդ հակառակությունը վերացվեց եւ ես ասում եմ մնացի Պարսից թագավորի կշտին եւ շարունակության մեջ ներկայացում է ինչ 20-21-ում ասում է Եվ նա ասես, գիտես թե ինչու համար եկա քեզ մոտ եւ հիմա երբ պիտի դառնամ Պարսից իշխանի հետ պատերազմելու եւ ես դուրս եկա ժամանակը, ահա հունաց իշխանը պիտի գա։ Սակայն ես քեզ իմացնում եմ ճշմարտության գրքում գրվածը եւ մեկը չկա, որ ինձ հետ զորողանա սրանց դեմ բացի մեր իշխան Միքայելից։ Այսինքն հոգեվոր պայքար է ցույց տալում։ Միքայել, Գաբրիել, դրան հակառակվող Պարսից իշխան, չէ, թագավորության իշխան, հետո հունաց թագավորության իշխան։ Տեսնում եք, բան կար, որ պիտի կատարվեր, որ պիտի ներկայացվեր, խոսվեր, կատարվեր, եւ սրա համար Դանիելը աղոթք էր անում եւ Աստծո երեսն էր խնդրում, բայց հոգեվոր դաշտում մեծ պայքար էր ետում եւ հակառակություն կար։ Այստեղ նորից եմ ասում, չի խոսում սովորական ուղղակի մարդկանց մասին, այսի սրա դեմ դուրս եկավ, այստեղ խոսում է կարելի ասել այդ իշխանները դրանք ռեշտակներ են, կան չար ռեշտակներ, որ ներկայացված է, կան բարի ռեշտակ։ Աստծո ռեշտակ, որ Աստված էր ուղարկել, որ հայտնություն տար, Աստծո մեկ ուրիշ ռեշտակ, որ անվանում է Միքայել, առաջին ռեշտակ, այդպես է անվանում Միքայելը, եւ կար
դիվական հրեշտակներ, այսինքն չարի կողմը անցած, որոնք հասկացնում ես, ոնց որ ասած թագավորության մեջ գլխավոր հրեշտակներ էին, դևեր էին իր բանակով, որ դեմ են կանգնում, որ Աստված իր գործը չկարողանա այդ թագավորության մեջ անի։ Եվ հիշենք, որ ինչ կար, ինչ խնդիր, ինչ հարց կար, որ տեսնում ենք հարցերից մեկը սա էր, որ որոշված բան կար, ժամանակ կար 70 տարի, որ դրանից հետո Իսրայելը պիտի իր գերությունից ազատվեր, ետ վերադառնար, չէ, եւ Երուսաղեմը կառուցեր, նորից հաստատվել Հրեաստանում, Իսրայելում։ Այդ 70 տարին լրացել էր։ Եվ կարելի ասել դրա հետ կապված ոնց որ հակառակություն կար։ Հետագայում տեսնում ենք թագավորը, չէ, օրինակ Կյուրոսը ասում է հրաման արձակեց, չէ, որ հрьяաները դուրս գան եւ գնան բան, իրանց նախքին ոնց որ տեղը գերությունից ազատվեն գնան եւ վերականգնեն իրանց պետությունը, իրանց տաճարը եւ այլն։ Դա պատահական չեղավ։ Ոնց որ ասած կար աղոթք, կար պայքար, այդ ծրագիրը իրականացման, կար հակառակություն, այդ հակառակը հենց տեղը ասում, ես պետք է մնամ այդ Պարսիսի բանի թագավորի կշտին, չի ասում իշխանի, թագավոր, այսինքն պետք է իր հետ գործ կատարի Աստծո հրեշտակը եւ որ հնարավորություն ստեղծվի այդ ծրագիրը իրականացնել, ժողովուրդը վերադառնա գերությունից իրենց տները։ Եւ այստեղ էլ նորից որ տեսնում ենք Դանիելի ոնց որ պայքարը, աղոթքը ինչ որտեղ կարևորված է նրանով, որ նաև իրավունք ու դուռ էր հանդիսանում, որ Աստված իր հաղթությունը հաստատի այն մարդկանց համար, որոնց համար Դանիելը կանգնում էր։ Այսինքն նորից հոգևոր դաշտում եղած պայքարը նկարագրում անտեսանելի, որից կախված էր ֆիզիկական կյանքում, մեր տեսանելի կյանքում ինչ որ կարևոր բաներ, ելքեր։ Եվ տեսնում ենք, քանի որ հաղթություն եղավ նաև Աստծո կամքի պես գործ։ Եվ ժամանակի մեջ, այո, կատարվեց Աստծո ծրագիրը, ժողովուրդը վերադարձավ, թագավորը զարմանալիորեն ոնց որ հրամայեց եւ այդ հրամանով ժողովուրդը վերադարձավ։ Մենակ ինքը չի, հետագայում այլ թագավորներ էլ։ Ուրեմն սրանք այս օրինակները ուղղակի բերեցին նրա համար, որպեսզի հասկանանք, գիտակցենք մեր կարևորությունը, որ մենք ոչ միայն ֆիզիկական աշխարհում բան ունենք անելու, գործելու, անելու ինչ որտեղ, այլ նաև հոգևոր աշխարհում հակառակվելու չարին, հավատքով հակառակ կեցեք սատանային, չէ, եւ նա հնազանդվեցեք Աստծուն, հակառակ կեցեք սատանային, եւ նա քեզ փախչի։ Հետաքրքիր է, օրինակ, մեկ բան հիշեցնեմ, մեկ համար, հետո Առաջի Տիմոթեոս 2-րդ գլուխ, առաջի 2-րդ խոսքը կարող եմ քիչ երկար կարդալ, որ ավելի պարզ լինի, մինչև 7-ը կարդամ։ Արտաղաչում եմ ամենից առաջ աղոթք անել, խնդրված կաղաչան գոհություն ամեն մարդկանց համար։ Շնորհակալ դարձեք, այստեղ ոնց որ շեշտադրված խոսքը մի հատ էլ կարդամ, կասեմ, որն է, որ դրա վրա ուշադրություն դարձնեք, շեշտադրումը ամենից առաջ։ Արտաղաչում եմ ամենից առաջ աղոթք անել, խնդրված կաղաչան գոհություն ամեն մարդկանց համար։ Ամեն բանից առաջ աղոթք արեք, բայց ինչ հարց կա, որի հետ կապված նախ աղոթք արեք, հետո մնացած հարցերը, ոնց որ նախ աղոթք արեք, հետո քայլերդ գործերդ գործեք։ Թագավորների, ամեն իշխանավորների համար, որ խաղ ու հանդարտ կյանք վարեք բոլոր աստվածապաշտությունով եւ սրբությունով, որտեղ սա բարի է եւ ընդունելի մեր փրկից Աստծո առաջին, որ կամենում է, որ ամեն մարդիկ փրկվեն եւ ճշմարտության գիտությանը գան, որտեղ մեկ Աստված կա, մեկ միջնորդ Աստծո եւ մարդկանց մեջ Քրիստոս Հիսուս մարդը, որ իր անձը ամենի համար փրկանք տվար, որ վկայությունն իր ժամանակումը, որին ես քարոզիչ եւ առաքյալ արքվայցա, ճշմարիտ եմ ասում, սուտ չեմ խոսում, հեթանոսների վարդապետ, հավատքի եւ ճշմարտության մեջ։ Այո, այստեղ ներկայացնում է, որ Տիրոջ կամքը սա է, որ մարդիկ փրկվեն, որ մենք ոնց որ ասած նաև կարողանանք խաղաղ, հանդարտ աստվածապաշտության կյանք ունենանք սրբությունով, բայց այստեղ նաև էսա, որ մարդիկ փրկվեն, Պողոս ասում է, դրա համար ես ինչ ելեք քարոզիչ եւ առաքյալ կարգվեցա, այսինքն կա գործ, որ պիտի կատարվի այդ ծրագրի համեմատ ֆիզիկական աշխարհում, խոսվի, քարոզվի, ներկայացվի, ասվի, մարդկանց հետ աշխատանք կատարի, բայց ասում է դրանցից առաջ ամենից առաջ ինչ արեք, աղոթք արեք։ Այսինքն կան ուժեր, որոնց
ոնց որ չերևացող աշխարհի մեջ դրանց հետ կապված Աստծո զորությունը խնդրեք, Աստծո օրհնությունը խնդրեք, տեղեր կա, իրավիճակներ կա, որ այո, գործ է կատարվում, մարհունակ, ավետան եք բաժանում, կամ վկայություն եք տալիս։ Այդտեղ շատ կարևոր է աղոթքը, որ որտեվ դրա դեմ պայքար կա, դիվական ուժերի կողմից հակառակություն կա, փորձանքների կարան բերեն, վնասներ կարան տան, խնդիրներ առաջացնեն, մարդկանց հանեն հակառակություններ ստեղծեն, այսպես է։ Աստված կամենում է, որպեսզի, ինչպես տեղ ասում, սա ընդունելի է մեր Աստծո առաջին, որ ամեն մարդ փրկվեն, չէ՞, այո, կամենում է, բայց ասում է դուք ինչ արեք, աղոթք արեք այդ բանի համար, Աստված ճանապարհ բացի, արգելքները քանդի, նաև այո, պետք է իշխանություն գործադրի, բայց դա արդեն եթե այդտեղ խումբ է գործում, ոնց որ այդ խմբի համար, այդ գործի համար պատասխանատու մարդ հատկապես դրա մեջ իր իշխանությունը դի ճանաչի, գործադրվի։ Որ Պողոս ասում է, մենք մեր իշխանությունը ճանաչում ենք։ Մեր թեկուզ մարմնով ենք, բայց մարմնավորապես չենք վարվում։ Մենք գիտենք մեր իշխանությունը, մենք կարող ենք ամեն խորհուրդ, որ հակառակվում է Հիսուս Քրիստոսի դեմ, բերել խոնարհեցնել Հիսուսի ինչ ոտքերի տակ, այսինքն կարանք մենք այդ բանը անենք։ Ամեն հակառակությունը կոտրել, բերել Տիրոջ ոտերի տակ խոնարհեցնել։ Ուրեմն Տերը օրհնում է, մեկ էլ մի բան կուզեմ ուշադրություն դարձնեք եւ սրանով կավարտեմ երկրորդ օրինաց 25-րդ գլուխ 17-ից 19 խոսքում, տեսեք։ Ես հիշեցրի, չէ, որ ամաղեկը ճանապարհը փակեց եւ Տերը բարկացավ, որոշում կայացրեց, հիշատակի գրքում գրել տվեց, որ չմոռանան, որ պետք է ամաղեկի հիշատակը ջնջվի, ասենց ասած, քոքը կտրվի։ Եվ այստեղ ներկայացնում եմ մի բան, որ դա բարկացրեց Տիրոջը։ Երկրորդ օրինաց 25-ի 17-ից 19, ասում է. «Հիշիր, թե ինչ արավ քեզ ամաղեկը, ճանապարհին, երբ որ դու Եգիպտոսից դուրս եք եկել»։ Հիշեցնում է, նորից է հիշեցնում, երկրորդ օրինացում արդեն, որ ճանապարհին քեզ դիմավորեց ու քո ետևից եկող բոլոր տկարներին կոտորեց, երբ որ դու հոգնած ու աշխատած էիր եւ Աստվածանից չվախեցավ, եւ երբ որ քո Եհովա Աստվածը քո բոլոր թրջակա թշնամիներից քեզ հանգստացնա այն երկրի մեջ, որ քո Տեր Աստվածը քեզ կտա իբրև ժառանգություն, որ նրան տիրես, այն ժամանակ ջնջես ամաղեկի հիշատակը երկնքի տակից չմոռանաս, ասում է չմոռանաս։ Բայց այդտեղ ի՞նչն է ասում, հակառակվեց, եկավ դեմը փակեց, կանգնեց, չվախեցավ, ասում է Աստծուց, որ տենց արեց, բայց ես մի բան ասում, քո ետևից եկող բոլոր տկարներին կոտորեց, երբ որ դու հոգնած ու աշխատած էիր։ Այստեղ մի բան կա, որ ես ուզում եմ մի կարճ ուշադրություն դարձնեք։ Տեսեք, ամաղեկին բան արեց, հաղթեց Իսրայելը, բայց իրականության մեջ այդ ժողովուրդը թեկուզ հաղթեց, բայց նրանից մի մաս կար, որ ընկավ ամաղեկի ձեռը, կոտորվեց։ Որ մասներ, ասում է, ետ մնացողները, ժողովրդից, բանակից ետ մնացողներին, ովքեր որ ժողովրդից հետ մնացին, բանակից Տիրոջ ժողովրդի բանակ նշանակում է այդ ամբողջությունը, ժողովուրդը, մի մտածեք այդ զորք ուղակի, շատ ժամանակ զորք բանակ, հենց ուղակի ժողովուրդ, ոչ թե զինվորված ժողովուրդ, էլի հասկանում եք, եւ այդ բանակից ժողովրդից հետ մնացողներին ասում են ինչ արես, կոտորեց, սրա համար Աստված շատ բարկացավ իրանց վրա, օգտվեց դրանից, որ հետ են մնացել, օգնել են, բան են արել, հետ են մնացել, հարձակվեց դրանց վրա, կոտորեց։ Հետաքրքիր է, ընդհանուր ժողովուրդը հաղթող էր, բայց մի մաս եղավ, որ ինչ արեց, պարտվեց կարելի ասել, ձեռ ընկավ։ Բայց որ մասն էր դա, հետ մնացողները, այսի պատական չի, իր մեջ խրատ ունի, դաստիարակություն ունի։ Եկեղեցին հաղթելու է, Տիրոջ եկեղեցին հաղթելու է, բայց հետ մնացողները այդ եկեղեցուց կընկնեն ամաղեկի ձեռքը։ Այդ տենց ոնց ասած եկեղեցու առաջ շատ պարիսպներ կդրվեն, շատ հակառակություններ կդրվեն ամաղեկի նման։ Տերը հաղթություն է տալու հաստատ։ Ու հաղթություն է տալու, հաղթության մեջ շատ կարևոր տեղ է տալու եկեղեցու առաջնորդներին, դա իմացեք։ Եկեղեցու առաջնորդին հատկապես։ Նա որ Աստծուց դրված է իր առաջին եւ պատասխանատվություն է կրում այդ ժողովրդի համար։ Նա որ պիտի Աստծուն ներկայացնի ժողովրդին երկնքում, ահա քո ժողովուրդը Տեր։ Շատ հակառակություններ լինելու են նրանով հաղթելու, բայց մարդիկ են լինելու, որ հետ են մնալու այդ ընդհանուր ժողովրդից։ Ու ընկնելու են այն նրանք, ովքեր պարտվելու են եկեղեցու առաջին, դրանցից իրանք են պարտվելու, ամաղեկի նմաններից կոպիտ ասած։ Դրա համար հետ մի մնացեք եկեղեցուց։ Հետ մնալ այդ նշանակում է, գիտեք, ոչ թե ֆիզիկապես ուղղակի չգալ։
Այն ժամանակ ֆիզիկապես էր, իսի ֆիզիկական օրինակ է բերում, բայց դրա հոգևոր ոնց որ ասած խրատը է սա, որ այն ինչ որ կատարվում է, այդ հոգևոր պատերազմը, պայքարը, ընթացքը, շնորհքի աղոթումը, խրատը, հանդիմանությունը Աստված իր ժողովրդի ծրագրով գործում է։ Եթե դու չես տեսնում այդ ծրագիրը, կամ էլ եթե դու դրանից հետ ես մնում, այդ շնորհքը չես վերցնում, դու քեզանով ես տարված, դու հոգնած ես շատ բաներում, սենց ասած, եւ այլը, դու հետ կմնաս։ Շատ տեղերում Տերը այդ վերջ ժամանակների հայտնությունների մեջ, չէ, հայտնություններից մեկը սա է, որ մարդկանց սրտերը ինչ են, ծուռ են։ Ծուռ սրտով մարդը չի կարող, ոնց ասած, այդ ընթացքի համապատասխան քայլի։ Եբրայեցիս 12-րդ գլխում ասում է դենն է տեք ամեն դյուրավ 12-ի 1-ը, չէ, ամեն դյուրավ հեշտ պաշարող մեղք եւ ամեն ծանրություն եւ վազելով ասպարեզի ընթացքը անցեք։ Այսինքն եթե դու ծանրություն ունես, հեշտ պաշարող մեղք ունես, քեզ հետ է գցելու եկեղեցից։ Եկեղեցին առաջ է գնալու իր, ասենք, սրբության, արդարության, զորության, կարողության մեջ դու հետ ես մնալու։ Եթե դու ծանրություններ ունես քո կյանքում ով մարդ, այսինքն զբաղված ես, տարված ես, սենց ասած, շատ բաներ սենց ուսերիդ վրա վերցած բեռ ես աշխարհի հոգսերից ու հարցերից, տարված սենց, դու էլի հետ ես մնալու այդ ժբանից, չես կարողանալու վազելով անցնես, շատ դանդաղ քայլել, որտեղ ասում եմ դենն է տեք ամեն ծանրություն, պատկերացնում եք մի մարդիկ կան, որ թեթև քայլում են, վազում են, չեն քայլում, դու մի հատ լուրջ ծանրություն, լուրջ քաշ դրել ես ուսիդ, ուզում ես գնաս, ուզես էլ չես կարող գնաս։ Դու հետ ես մնալու, հետ մնացիր, մենակ կմնաս։ Ու այդտենց ամաղեկները կհայտնվեն քո ճանապարհին։ Դրա համար էս է խրատը, Ժողովուրդ ջան, այսօր միաբանվելու, մեկտեղվելու, ասենց ասած, Աստծո շնորհքից ետ չմնալու, ամեն փոխանցված շնորհքը ընդունելու առաջ գնալու ժամանակ է։ Ու արագ լինելու, այն որ ասում է ավետանի խաղաղության ավետանի պատրաստության կոշիկներ, այսինքն կոշիկ հագնել նշանակում է դու անպատրաստված ես, հենց հրամանա դուրս գա, արդեն հագած ես, ժամանակ չես ծախսելու հագնելու վրա, հագած պատրաստ ես, մի անգամից դուրս գաս, մի անգամից հնազանդես, բայց շատ մերի մոտ այդ բանը չկա, հեն որ մեկին հանդիմանում ենք մի հարցում, անկեղծ զարմացա, որտեվ շատ քիչ էր տենց պատը, որ ասեցին, որ դու սխալ ես վարել, մեղք ես գործել Տիրոջ առաջին, 3 հոգի էին, խոսում էին, մեկը մեղադրվում էր ինչ-որ հարց մեջ, ինք ասեց ամեն, ինչ էլ ասում են ճիշտ են ասում, Աստված ընձների, ասա, ես ինչ լավ էր սես բան, սես խոստովանեցին, 99%-ը ֆրիկ, արդարացում, ինքնաարդարացում, բա գիտես սենցա, բա գիտես ընենցա, էնին ենցա, մինչև որ ավիրում են իրենց ապաշխարությունը, չեն ապաշխարում։ Բայց մարդը ասեց, ճիշտ են ասում, ինչ ասում են, ճիշտ են ասում, բան չունեմ ասելու։ Իսկ նա արդարացնելու ինձ բան չունեմ, ուրախացա, ճիշտ այ մեղ գործողը ինքն է, բայց ուրախացա, որ ասենց մարդ էլ կա, որ կարա տես բան ասի, տես իր մեղքը լսի ու տես արձագանքի արագ։ Տերը օրհնի ձեզ, ժողովուրդ ջան։ Հետ չմնաք այս օրերի մեջ ամեն բան ինչ որ Տերը եկեղեցու մեջ կատարում է, այդ ամեն բանը ոնց որ ասած այսօր անում է վաղվա այդ դժվարությունները հաղթահարելու համար հաստատ իմացեք։ Այսօր չվերցեցիր, վաղը հիմար կույսերի նման ձեթը չի երիքելու։ Եվ եթե հետ մնաս, այո, թշնամիները շատ մեծ են։ Այդ մի քիչ թուլացար, պատամ կգցեն։ Ինչպես տեղ հոգնած են, հետ էին մնացել, զորքից պարտվեցին, բայց դրանց կարողացան կայլասել հաղթել, սպանել։ Այն ժամանակներ էդ էր։ Աղոթք անենք։